Դե ինչ մենք վերադարձանք եթերում նոտամոտան է, տրամադրությունը շատ լավ է, վստահ եմ ձեզ մոտ նույնպես երաշտական հաղորդում եմ սպասվում, որովհետև ունենք շատ տաղանդիչ հյուրեր, խնդրեմ չխախտելով ավանդույթը, ես ուզում եմ որպեսզի մեր հյուրերը ներկայացնեն իրենց։ Վազգեն ջան, խնդրում եմ ներկայացրու քո մրցակցին։ Իմ մրցակիցն է տաղանդավոր հումորիստ, դերասան եւ պարզապես լավ մարդ Վահե Բոնին։ Շնորհակալություն։ Իսկ իմ մրցակիցն է, իմ գործընկեր, իմ ընկեր, լավ ստենդափերներից Երևանում Վազգեն Օհանյան։ Բրավո, հրաշալի։ Շնորհակալություն, որ այսօր ժամանակ եք գտել եկել եք մեր տաղավար։ Մենք շատ հետաքրքիր խաղեր ենք խաղալու միասին, երաժշտական։ Ընդհանրապես ուզում եմ հասկանալ երաժշտությունը ինչ տեղ ունի ձեր կյանքում։ Հաճախ եք լսում երաժշտություն, հաճախ եք։ Իմ կյանքում առաջին տեղում է երաժշտությունը։ Ինչ երաժշտություն ես նախընտրում լսել բան։ Ցանկացած, ընտանիքի մասին, որտեղ ընտանիքն էլ է առաջին։ Փիլիսոփայական պատասխաններ ընդունեցինք, Վազգեն։ Ես ստիպված եմ շատ լսում, որովհետև Բոնի հետ եմ աշխատում, ինքը միշտ միացնում է երաժշտություն եւ ես ստիպված լսում եմ։ Լսում ես ընտանեկան երաժշտություն։ Ընտանեկան երաժշտություններ։ Շատ լավ։ Չէ, իրականում hip-hop, R&B, deep house, Web-ը ընտանեկան։ Բայց ընտանեկան։ Ընտանեկան։ Family hip-hop։ Հրաշալի։ Դե ինչ, գնանք առաջ։ Առաջին փուլը մեզ մոտ մենք անվանել ենք այսպես՝ գուշակիր երաժշտությունը։ Դուք լսելու եք երաժշտություն կարաոկե տարբերակով ու փորձելու եք գուշակել, թե որ ստեղծագործությունն է դա, ով է երգում կամ ստեղծագործության անունը։ Իսկ ես ո՞նց եմ ասում, որ ես արդեն պատրաստ եմ։ Կամ բարձրացնում ենք ձեռք, կամ մեր տարբերակով խփում ենք սեղանին, կամ ուղղակի այնտեղից գիրք ենք, մի խոսքով բան ջան, դու Իբր ստեղ կնոկակա, պատկերացնենք այդտեղ դրված է սեղմիչ, կարող ես Արի այսի դնենք ստեղ յանի սեղմ։ Ահա։ Գլուխը մեր արդեն հայտնի դարձած։ Համաձայն եք։ Շատ համաձայն ենք։ Դե ինչ, առաջին երգը փորձենք ստանդարտ դարձած չինգաչունգ տարբերակով հասկանալ ով է սկսելու, հաղթողը սկսում է։ Ես հաղթեցի։ Բրավո։ Եվ այսպես բանի լսում ենք քեզ համար պատրաստված երգը։ Պրոստը մեկը թառան նվագում այդտեղ։ Հայփերի հայտնվելու երգը։ Քան ավելի շատ ես ասել։ Ահա 50 cent in the man։ Դկլա։ մոտեր, բայց չէ։ Չէ։ Հիմա ես պետք է պատասխանեմ։ Կարանք էլի լսենք։ Իհարկե լսում ենք։ Չեմ հավատում։ Արամ ասացի։ Ապա Բանը հարսիկի մասին երգ, հա, ինչ հարսիկ։ Բրավո եմ ասում ես հենց հիմա։ Այո, գեղեցիկ հարսիկ։ Հարսիկ, Գեղեցկացել ես հարսիկ։ Տասնապատիկ։ Ով էր երգում։ Բանը Սոնա Շագերձյանը։ Սոնա Շագերձյանը, բրավո Վազգեն, Սոնա Շագերձյանը քեզ բերում է մեկ միավոր հարսի շորը, հա, այսպես է կոչվում երգը։ Երկրորդ երգը Վազգեն քեզ համար։ Վազգենի հերթն է, եթե ճիշտ պատասխանեց, Աղձյուն դու ինձ երգիր քո երգը։ որ վերադառնա անցյալ ով էի կատարում։ Եթե չասի ես եմ, չէ՞ կրում։ Աղձյուն, Նունե Եսայան։ Նունե Եսայան աղձյուն դու ինձ երգիր քո երգը, որ վերադառնա անցյալը։ 2-0։ Բոնի։ Ընտանեկան երգեր էսի, բայց պիտի իմանայր։ Հա։ Բոնի Պատրաստ եմ։ Ապա Լուսինը նայեց, այն շանը քնած։ Բրավո, Լուսինը նայեց, այն շանը քնած, իսկ ով է կատարում։ Սոնա Ռուբենյան եւ Գարիկ Պապեր։ Սոնա Ռուբենյան եւ Գարիկ կարող միանշանակ ճիշտ տարբերակ 2-1 անցնում ենք առաջ, Վազգեն։ Այո։
Ահա, Գարիկ եւ Սոնա, Գարիկ եւ Սոնա, ճիշտ է արդեն։ այո, Երկն է պետք է ասեմ, հա։ Երկը բան Լեյլեմ լե։ ես ընդունում եմ պատասխանը, որովհետև այո, Գարիկ եւ Սոնա, Լեյլեմ Լելե, Մայրո, այսպես էլ կոչվում։ 3-1 Վազգենը արժևում է, մենք ունենք էլի ստեղծագործություն, որ պետք է լսենք։ 3-1։ Այո, 3-1։ Մեզ մոտ հաշիվը շատ արդար է եւ հաշվենկատ։ Լուրջ եք ասում։ Այո, լսում ենք քեզ համար բոն։ Let's go, տենց պետք է լինի, չէ՞։ Սուպեր բակ է։ Սուպեր սակոտ։ Na. Բացի բա։ Էրիկ Նաուշը։ Ասենք սա շատ երկա բա։ Էրիկը չէ։ Էրիկ Արապետյան։ Եվ այսպես տարբերակ կա։ Na. Let's Բան։ go։ Na կարոտին ոնց դիմանամ, կարոտիդ դիմանամ։ Չէ։ Բայց կա դες բանոցը, հա։ Կարոտիդ ես դիմանամ։ Ահա։ Հա, կարոտիդ ես դիմանամ։ Փորձենք։ Դե բառը մասը հիմա արունը չեմ հիշում։ Շատ լավ ես ջղայնանում ամեն դեպքում։ Ընդունենք պատասխանը։ Ընդունենք տարբերակը Էրիկ Կարապետյան երկի անունը Երանի։ Հա, անունը Տիերանի իմանամ, կարոտիդ դիմանամ։ Այո։ Ամեն դեպքում հաշիվը 3-2 մենք ավարտենք այս փուլը Վարշավուն Վազգենն է եւ Շնորհավորում եմ։ փորձենք նաեւ մեր մաղթանքը ուղղել Էրիկին, Բոնի ջան, ինչ կմաղթես Էրիկին։ Օրինակ մենք միշտ այսպես մաղթանքներ ենք հղում մեր Հա, արտիստներին։ Էրիկ ջան, ցանկանում եմ ամենալավն ու բարին, երկար տարիների կյանք, կանաչ ճանապարհ։ Շնորհակալություն։ Առաջի փուլը ավարտված է, գնում ենք դեպի երկրորդ փուլ։ Փուլ երկրորդ թարս լսենք, ճիշտ երգենք։ Այժմ հիմա մենք լսենք երգեր, որոնք կլսեք սարդերեն տարբերակով, թարս են լինելու, փորձելու եք ճիշտ տարբերակը դուք երգել կամ նշել ստեղծագործողի, երգողի անունը։ Քանի որ արժևում Վազգենն է, Վազգեն ջան, սկսում ենք քեզնից։ Եղավ հա երկը։ Արամեներ, Արամեներ, այո։ նշանակ, հա, բայց երկը չիմացա։ Մի հատ հեսա։ Կարող ենք էլի լսել։ Կարող ենք։ Մայրիկիս հարցի հետ ասում ոնց է։ Իրելի։ Մայրիկիս հարցի հետ։ Սա մի փոքր հին երգացանկից է։ Կարող է բանակի մասին որ Ահա, ինչ էր ուղարկում։ Հա, մի նամակ, մի նամակ, համբույր, Այո։ Այսի բոնին օգնես բայց։ Կես միավորին։ Կես կարանք ես միավոր անենք բոնին Չէ, ես օգնես։ լիարժեք միավորը տալիս եմ քեզ, դու կարող ես այսպես ասած քո Դու հետո քոքի վրա կտաս։ վերցնել մի Հա, փոքր մի հատ պատասխանատվություն եւ օգնել նաեւ Բոնի Շատ մյուս լավ, շատ լավ։ երկի գուշակելու հարցում։ Բոնի ջան, լսում ենք քո երգը։ Ինչա։ Եվ այսպես Կարամ մի հատ լսեմ։ կարող ենք։ Շատ երկար նոտաներով ստեղծագործություն։ Միրանց Արուկյանի ձենի նման այս։ Միրանց Արուկյանը ընդունեցի։ Միրանց Արուկյանը դե երգ ունի, գիտեմ։ Սա նույնպես երևի Մի հին երգերից է, հա այո։ երևի։ Իսկ մենակ Միրանց Արուկյանը չի ընդունում։ Միրանց Արուկյանն է եւ եթե մուլտֆիլմ չէ, ապա ինչ։ Ֆիլմ։ Ինչպես Տնտեսա։ Չէ, տնտեսա չի երգ։ Հա, Բանա, կինոյով։ Ահա։ Մոտ ենք։ կինո։
Full House, Full House-ի երգ, չէ, Full House-ը չի։ Սրտիկ ենք անում։ Սիրո։ Չեմ ջոգում։ Լսենք Սիրո կինո։ Այո, լսենք ճիշտ Հա, տարբերակը։ սիրո։ Oh yes։ Օրը ուր դուց գալու ես։ Որը ուր դուց գալու է։ Մեկ։ Ահա, եւս մեկ միավոր բոնի քեզ։ Մեզ խղճի բանը Սա անցավ։ արդեն այո, կարող ենք այսպես ասած նիչիա ենք մենք քվի։ հիմա իրար հանդեպ։ Ախ, սիրելիս գալու։ Լսում ենք Վազգեն ջան քեզ համար երգը։ Բան, հա։ Անդրանիկ Գաթա բենդ տոտիկ։ Դե ուրիշ տարբերակ կարծում եմ չէր կարող լինել այստեղ, այո։ Բայց հեշտ է քոնը ինգնում։ Իմը հեշտ է անգլին։ Ես պետք է նստի։ Իլյանը էլի էսի ելնի կլինի։ Միրանց Արուկյանի տոտիկը Ինչ կընտրի մեր հնչյունային ռեժիսորը, խնդրեմ։ Սիլվա Հակոբյանն է։ Ֆիլոյի պա։ Շատ։ Այն պարը, ֆիլոյի պարը։ Հա, Ապա Սիլվա Հակոբյան, Սիլոյի պա, արա շատ։ ծապ Սիլվա Հակոբյան, այո։ Հետո ոչ չէ։ Մենակ հայկական, հա։ Դրանք հայկական, չկա 50 cent։ 5-4։ Այո, մեր նոտամոտան հայաֆիկացված է, մենք միայն գուշակում ենք Որ չբռնի։ հայերեն եւ հայկական երկեր։ Վազգեն ջան, քո մաղթանքը Սիլվա Հակոբյանին։ Սիլվա Հակոբյանին ես մաղթում եմ շատ մեծ հաջողություններ իր գործում եւ երջանիկ օրեր բազմաթիվ իր կյանքում։ Շնորհակալություն։ Շատ ջերմ եւ հաճելի մաղթանքների համար։ Երկրորդ փուլը համարում եմ ավարտված, գնում ենք դեպի երրորդ փուլ։ Եվ այսպես երրորդ փուլ մեզ մոտ հաշիվը 5-4 է օգուտ Վազգենի։ Այս փուլում ես պետք է ասմունք եմ, դուք փորձեք գուշակել տվյալ ստեղծագործությունը, երգչին կամ Ով շուտ ծխմես, թե էլի հերթով ենք։ երգի անունը։ Սա հերթականությամբ է։ Սկսում ենք Բոնի քեզնից։ Ինձնից գնացինք։ Իմ հոգում մշուշ է ու թախից։ Հեռացել ես ինձանից։ Թողնելով ինձ կես ճամփին։ Մոռացել ես իմ մասին, կուրացել էր քո հոգին։ Այ, արդեն սկիզբը մոռացա։ Թողնելով ինձ կես ճամփին։ Մի հատ է։ Իմ հոգում մշուշ է ու թախից։ Հեռացել ես ինձանից։ Թողնելով ինձ կես ճամփին։ Մոռացել Ռաբիս ես երգա ինքը։ իմ մասին, կուրացել էր քո հոգին։ Ռաբիս երգա ինքը։ Թողնելով ինձ կես ճամփին, հա։ Չգիտեմ։ Հեռացել ես ինձանից։ Թողնելով ինձ կես ճամփին։ Ախտարդերս։ Ես կարծում եմ, եթե շարունակությունից փոքրիկ բառեր ասեմ, ինձ թվում է կգուշակես։ Հələ։ Ես չեմ ուզում Ես քեզ։ չեմ ուզում քեզ մոռանամ, անտաղն ձենով միացվե։ Այո։ Հեռացել ես ինձանից, թողնելով ինձ կես ճամփին։ Ո՞վ է երկը։ Սիլվա Հակոբյան։ Էլի Սիլվա Հակոբյանն է։ Բայց ու Սիլվա Հակոբյան գիշեր է։ Այսպես է Գիշեր կոչվում էր։ Իմ ստեղծագործությունը։ հոգին հանդարտ է։ 5-5 մեզ մոտ հաշիվը հավասար է, Վազգեն քո հերթն է։ Երջանիկ էի ես, ու աշխարհը իմն էր։ Ու մեզ բաժանելը, ասես, անհնար էր։ Բայց եկավ մի օր, փլվեց սիրո աշխարհը մեր։ Երբ նա խոստացավ քեզ, ավելի շատ սեր։ Ու հիմա եկել ես, խնդրում ես քեզ ներել, բայց չես կարող ինձ էլ հետ բերել։ Վահան Տերյան, Մոտել, բայց չէ։ Սիլվա Հակոբյանն է, էլի չէ, տանոց չի ինձ։ Ո՞նց որ։ Մի հատ սկիզբը կարելի է խնդրում մի անգամ էլ լսել։ Առաջ Երջանիկ էի ես, ու աշխարհը իմն էր։ Ու մեզ բաժանելը, ասես, անհնար էր։ Բայց եկավ մի օր, փլվեց սիրո աշխարհը մեր։ Երբ նա խոստացավ քեզ, ավելի շատ սեր։ Ու հիմա եկել ես, խնդրում ես քեզ ներել, բայց չես կարող ինձ էլ հետ բերել։ Չէ, ճիշտ ասած, չգիտեմ, Հիմա եկել ես բացատրել հետ, ինչ անեմ, հա։ Լսենք ճիշտ տարբերակը։ Երջանիկ էի ես, Լիլիթ ու մեզ բաժանել, ասես Օրիշինն է։ բայց եկավ Նոր ընկերուհուդ ասա, Նոր նորսը։ ընկերուհուդ ասա Լիլիթ Հովանեսյան, այսպես է կոչվում։ Ստեղծագործությունը դե ինչ
Միավոր չենք վաստակում, ոչինչ, շարժվում ենք առաջ։ Այսինքն եթե ես հիմա գուշակեմ, հավասարվում եմ քեզ։ Դու արդեն հավասար Հավասար ես, ես, հաշիվը անցնում 5-5 է։ Անցնում եմ, չէ, Այո։ եթե դու ես սկսես հերթականությամբ սաղը ճիշտ գուշակենք, լինում է հավասար, լոգիկան այդտեղ է։ Չէ, այս պահին հաշիվը հավասար է։ Դուք հաշվից չեք հասկանում, գնացինք առաջ։ Շնորհակալություն։ Կա մի խորհուրդ, որ ուզում եմ կիսել ես։ Աղջիկների հետ ամբողջ աշխարհի։ Եթե գժի պես դու սիրահարվել ես, մի թող որ նա քեզ չարչարի։ Նա միևնույն է կզգա քո կարոտը, թե ունենաս մի քիչ համբերություն։ Եթե ուզում ես, որ նա մնա մոտդ, տուր նրան ազատություն։ Պրոստը խորհուրդեր կենացել ես չէ։ Որ բարի կարծիք Աղջիկը հաստատելի երկում։ Աղջիկա երբ, հա, եթե դու ուզում ես, հա, Այս որ աղջիկոտ է, եթե դա դու տեքստերը։ ուզում ես Լիլիթ Հովհաննիսյանի ցանկից, հա, դժվար Չէ։ է, չէ։ Տուր նրան Ով կա? ազատություն։ Դու ազատությունով է տենց չամուսնացած երկշուի։ Ուրիշ դեպք են գուշակում։ Ունենք տարբերակ։ Մի հատ սկիզբը մերակ 4 տղը կասես։ Կա մի խորհուրդ, որ ուզում եմ կիսել ես աղջիկների հետ ամբողջ աշխարհի։ Եթե գժի պես դու սիրահարվել ես, մի թող որ նա քեզ չարչարի։ Նա միևնույն է կզգա քո կարոտը, թե ունենաս մի քիչ համբերություն, եթե ուզում ես որ մնա մոտդ, տուր նրան Տաթև ազատություն։ Ասատրյան աննում ասում ուղղակի։ Արամ Ասատրյան, Տաթև Ասատրյան։ Տաթև Ասատրյան, ամեն դեպքում լսենք ճիշտ պատասխանը։ Սխալ է։ Մի խորհուրդ բան ուզում եմ կիսել ես Հա, Լիլիթ աղջիկների Հովհաննիսյանը, հետ ամբողջ աշխարհի եթե գժի պես դու Ո՞ր ինչ սիրահարվել է։ ես մի թող որ նա քեզ չարչարի Լիլիթ Հովհաննիսյանը, չի։ Բայց Ռիփսիմե Հակոբյան։ Ա։ Այս անունը ասում է ինչ որ բան։ Իմ Հա։ սիրտը լիքն է։ լիքը իմ սիրտը Լիքն է, լիքն է, այո, դա։ Այո, հենց այդ ստեղծագործությունները։ Դե բայ այդ պրիպևից պետք է սկսենք։ Դե մենք սկսում ենք չ-պրիպևից։ Վազգեն ջան, քեզ համար Չգուշակես էլի։ վերջին ստեղծագործությունը։ Ներսմես դեզայլը կանցնի առաջ։ Թե ուժեղ լինի քամին, իմ գրկից քեզ չի տանի։ Ու իմ գրկում անգամ թող որ լուսաբացն ուշանա։ Սիրահարվում եմ քեզ ամեն օր նորովի, ու սիրել երբեք չեմ դադարի։ Չեմ թողնի որ քամին փակի աչքերդ, որ լույս են ու սեր։ Իմացա։ Լույսն են ու սեր։ Իմացար արա։ Այո, բանը երկի անունը չգիտեմ, բայց բանը Սևակ Խանաղյանի երկերից է, այո։ Բրավո եմ ասում ես։ Բայց երկի անունը Եթե չասես չի անցնում պատասխանը։ Ես ընդունելու եմ, որովհետև մի հատ վերջն է որ հիշեմ, արդեն պրիպևն է կհիշեմ երևի։ որ լույս են ու սեր, սեր։ լույս են ու սեր։ Սիրահարվում եմ նորովի այդ երկն է։ Բայց անունը չգիտեմ երկին։ Սևակ Սևակ Խանաղյան։ Սեր կա, ամեն դեպքում լսենք ճիշտ պատասխանը։ Թե ուժեղ լինի քամի Նա այս լսել եմ։ Իմ գրկից քեզ չի տանի Այսօր փոքր վաղ սիրահարված էի, լսում եմ ես երգը, տենց հիշեցի։ Ես կարծում եմ, որ կարելի է տալ մեկ միավոր եւ հաշիվը դարձնել Աթորոսը 6-ին։ ճոճվում է, այսինչ Փոքրիկ ինտրիգ պահել հաղորդման ընթացքում։ Դե ինչ, երրորդ փուլը ավարտված է, 6-ին Բոնի ջան, Սևակ Խանաղյանին քո մաղթանքը։ Սևակ ջան, մաղթում եմ մշտական տեղափոխվես Հայաստան։ Ինչ շատ կարևոր մաղթանք, շնորհակալություն։ 6-ին գնացինք դեպի 4-րդ փուլ։ Դե ինչ 4-րդ փուլում հաղթողը ստանում է 2 միավոր եւ դառնում ընդհանուր խաղի հաղթող։ Այստեղ պետք է փորձենք հիշել երգեր, որոնց մեջ կա հիշատակվում է ծաղկի մասին, մրգերի, բանջարեղենի, պտուղների, հատապտուղների, մի խոսքով փորձում ենք հիշել երգեր, որոնք պարունակում են իրենց մեջ բնություն։ Սկսում ենք Բոնի քեզնից։ Ղափամա հեյ ջան ղափամա համով Ընդունեցինք։ ղափամա Ուտելիքներ, այսինքն, հա, ուտելիք։ Չէ, բան Բանջարեղեն։ միրգա, մեջը Ղափաման բանջարեղեն դդմից կա։ պատրաստված։ Այո, Դդումն առած եկանք, տուն դդում եք, ի՞նչ է։ Միրգ բանջարեղեն, ճիշտ եմ։ Միրգ բանջարեղեն։ Բանը Արամուսի լավ գազարը։ Ընդունեցինք գազարը։ Տարել է մեր բազարը ապրես։ Ինչ, ծաղիկներ անցնում, հա։ Այո, անցնում է։ Սազար տեսակ քեզ, հա։ Ծաղիկներով իդեպ կարող եք Ծիրանի ծառի տակին աղջիկ։ ընդունեցինք ծիրանի ծառի։ Արման Չգիտեմ։ հինգ։ Բան։ Վարդեր բերեմ պարտեզից, Բերեցինք վարդերը։ պարտեզից։ Վազգեն։
Ես էլ որ ծաղիկների վրա եմ։ Մանուշակներ բերեմ պարտեզից չկա տենց։ Չեմ լսել ես։ Չէ, մի րոպե, սա ասում եմ ուրիշ։ Ես ավելի միրգ բանջարեղենի։ Խնդրեմ, քոնը միրգը եւ բանջարեղենն է։ Մի րոպե։ Խնձոր, դեղց։ Լավ, բանով կասեմ, բնությունով, հա? Շնորհակալություն, կարող եք ասել բնություն, ուղղակի sense ընդլայնված բնություն, չէ։ Խնդրեմ։ Ձեր դրամատրության տակ է ծառը։ Դաշտերով, ձորերով, մոտդ եմ Չես մոտ եմ գալիս։ գալիս։ Արամ Պետրի Իվետա Մկուչյան, այո։ Բնություն։ Լոլիկը Լոլիկը ու վարունգը կտրտում ես։ Չկա տենց երկլոս։ Հայտնի չի ամեն դեպքում։ Բամիա, որտեղ ես դու բամիա։ Չհամոզեցիք բա։ Բան, կարմիր խնձոր, Ծիրան տանց կարմիր խնդրով Բադրջան, այո։ Բադրջան։ Բնություն։ Սառը։ Սարերով, ձորերով իմ սիրտը գտավ։ Որը ինչ միրգ ախպեր։ Բնություն ախպեր։ Սարեր, Սարերը ձորեր։ եւ Բնությունը դիչա։ Բնությունն է կա, մենակ Երկիր աշխարհ, տենց կարող ասեմ։ բնություն է, Համոզիչ է, սարեր, ձորեր, Սարերով, համոզիչ է։ ձորերով իմ սիրտը գտավ։ Փափուկ հողս ոտքի տակ է։ Գիտես, ման բնությունը։ Ինչ երկար։ Այո, հողը բնության մի մասնիկն է, կա, եթե Անց, կան անց, նմանատիպ երկ, ես կարող եմ ընդունել։ Անցավ։ Հող, Կա այդպիսի երկ։ Հա, ոչ չկա։ Խնդրում եմ երկես։ Հողը ոտքերից տակ։ Ես կայլում եմ առաջ։ Ով է կատարում այդ ստեղծագործությունը։ Ջիվան Հովանիսյան։ Կա տենց երկ։ Հիմա փորձենք ստուգել Ջիվան Հովանեսյանի։ Ստուգենք մինչև Չէ, ինքը չկա YouTube-ում, բան, ինքը ավելի underground է։ Ամեն դեպքում մենք հիմա նամակ ուղարկենք, բայց մինչև Ջիվան Հովանեսյանի հետ պատասխանը ստանանք, փորձենք ավելի մոտ պատասխան։ Մոտ պատասխան։ Բնություն, ծաղիկ, Բնություն, միրգ, ծաղիկ, բանջարեղեն։ Միրգ, բանջարեղեն, բնություն, ծառեր, ձորեր, Կակաչներս, թառա մեխակներս, ում նվիրեմ։ մեխակները չգիտենք ում նվիրենք։ Վազգեն։ Այո, ճիշտ է, չէ՞։ Իհարկե ճիշտ է։ Միրգ, բանջարեղենն եմ ուզում, դրանք լավն են։ Լավ, բնություն, բնություն։ Ամեն դեպքում Վազգեն, բնությունը ճիշտ է։ Ես ընթացքում կամ չեմ մտածեմ։ 4, Բնություն։ 3, Ես գնում եմ գինետուն։ Էդի չէ։ Դե գինու հետ ոնց է չլինի։ Խաղողից է յանսակա, էդի չէ։ Արաղը բեր, արաղը բեր։ Չէ, սա խմիչքների կատեգորիան է, խմիչքները Գինու հետ հանգիստ մտածեցի են։ խաղող բան կլինի, էլի, միրգը։ Բնություն, չէ, բնություն կասեմ, եւ կասեմ բանը, հայոց լեռներին իջել է գարուն, անտառը կրկին, ներկել է նախշուն, Ասում է։ Անտառը դաշտերը դաշտերը, այո։ Ընդունեցի։ ներկել է նախշուն։ Ես է։ Այո։ Ծառերից վեր ծառերից։ Ջիվանի երկացանկից է նորից։ Ջիվանի երկերն է։ Իվան Հովանեսյանի երկացանկից է։ Բադրջանի սերմերը ցանել եմ ես դաշտերով։ Անկյունում Ջիվան Հովանեսյանը հիմա լացում է։ Չէ։ Բան Ծաղկած դաշտում նորից տեսա իմ յարին։ Այո, իհարկե։ Բրավո։ Հենց իջա Մայամի, բազմաթիվ մարդիկ, էդի չի լինի Մայամի բնությունն է ուժեղ։ Դի երկես Վազգեն։ Հենց մտանք հյուրանոց, բազմաթիվ մարդիկ Հյուրանոց։ խաղողով տեկիլա եւ անուշիկի Անուշիկի չի անգերը բռնցրել։ Անուշիկի Խաղողը ամեն դեպքում քեզ բերեց ուրախացրի էլի։ ճիշտ պատասխանին մոտ։ Բոնի։ Ես եմ Այո։ ծառից ելա։ Հələ չգիտեմ ինչ է։ Քեզ ես վարդեր բերեմ։ Կոճամփեն զարդարեմ, լավ է։ Բերեց վարդերը ճիշտ պատասխան եւս քեզ Բոնի Վազգեն։ Այսի էլի մի քիչ պետք է համաձայնեցնենք ձեր հետ, բայց Խնդրում ես եմ, թվում է կլինի բանը։ Պիցա, պիցա։ Ախպերը դիչա, Ապա դա պիցան բանջարեղենով Խորովածը շատ լավ բան է։ Բերեն ռեանկա։ Պիցան չանցավ։ Լավ, ուրիշ բան կասեմ։ 5 4 3
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը։ Այ դի չասում եք 3 4 3 2 6 ժամ մտածա։ Կարմիր կակաշներով դաշտերը ինչ որ ներկել է դու պատասխան ունեցել ես արդեն։ Էնի հորինել է, էնի չկար։ Չէ, դե մենք ի նկատի ենք Էլի ունեցել Ջիվան կարմիր Հովհաննիսյանն կակաշները։ Էնի Ջիվանի երկերից։ Ոչ։ Չէ, ես ուրեմն սխալվեցի։ Դու սխալվեցիր, չեմ մտածել։ ամեն դեպքում չունենք տարբերակ։ Ես ոնց հասկանում եմ։ Արդարը մեզ չունենք տարբերակ։ Չունենք։ Չունենք։ Դու վայելիր ջուրդ, Բոնի ջան, ես քեզ շնորհավորում եմ։ Հաղթեցի։ Բրավո։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը նոտամոտան այսպեսին էր, այսպես էմոցիոնալ, հաղթաշատ եւ զարմանքով լի Վազգենի կողմից։ Շնորհակալություն, կհանդիպենք մեր հաջորդ եթերների ընթացքում։ Մեր հետ էին Վազգենը եւ Բոնին եւ այս պահին դատարկ աթոռները։ Շնորհակալություն։